դիմումներ, հաղորդումներ, ինչի արդյունքում քննիչներն աշխատել են աննախադեպ մեծ ծանրաբեռնվածության պայմաններում։ Մասնավորապես 2024 թվականի ընթացքում հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների վարույթում քննվել է 2279 քերական վարույթ, որոնցից ավարտվել են 849։ Ավարտված վարույթներից 167-ը 374 անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, իսկ 672-ը կարճվել։ Քննության արդյունավետության բարձրացման եւ միաժամանակ ծանրաբեռնվածության աճի մասին են վկայում 2023 թվականի վիճակագրական տվյալների հետ համեմատական տեղեկությունները, այսպես 2024 թվականին հակակոռուպցիոն կոմիտեում 465 վարույթ ավելի է քննվել, քան 2023 թվականի ընթացքում։ 2024 թվականին նախորդ տարվա համեմատությամբ ավարտված վարույթների թիվն աճել է 313-ով։ Այսինքն 2023 թվականի համեմատությամբ 2024 թվականի ընթացքում վարույթների թիվն աճել է 25.5%-ով, իսկ ավարտված վարույթների թիվը 58.4%-ով։ 2024 թվականի ընթացքում հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների վարույթում քննվել է, ինչպես նշեցի, 2279 քերական վարույթ։ Վարույթ ընդունված քերական գործերից 1023-ը նախաձեռնվել է հենց հակակոռուպցիոն կոմիտեում, 99 քերական վարույթներից անջատված մասերն են, 291-ը այլ մարմիններից կամ դատախազությունից ստացված վարույթներն են։ Հաշվետու ժամանակահատվածում քննված վարույթներից ավարտվել է 849։ Դատարան ուղարկված քերական վարույթները ըստ հանցագործությունների բնույթի հետևյալն են՝ ընտրությունների հետ կապված հանցագործություններ 1 վարույթ 1 անձի վերաբերյալ, հափշտակություններ 25 վարույթ 47 անձի վերաբերյալ, տնտեսական հանցագործություններ 1 վարույթ 2 անձի վերաբերյալ, խուլիգանություն 1 վարույթ 1 անձի վերաբերյալ, հանրային ծառայության շահերի դեմ ուղղված հանցագործություններ 121 վարույթ 290 անձի վերաբերյալ, կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործություններ 1 վարույթ 5 անձի վերաբերյալ, այլ հանցագործություններ 11 վարույթ 28 անձի վերաբերյալ։ 2024 թվականի ընթացքում մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված քերական վարույթներով դատի է տրվել 175 հանրային ծառայող, եթե դիտակ ըստ բնագավառների եւ զբաղեցրած պաշտոնների հագիշ ներկայացնեմ, առողջապահության նախարարի տեղակալ 1, պետական քույքի կառավարման վարչության պետ 1, պաշտպանության նախարարության աշխատակիցներ 27, ընդ որում պաշտպանության նախարարության աշխատակիցների մեջ եղել են նաեւ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ 1, կորպուսի հրամանատար 1, զորամասի հրամանատար 2, գումարտակի հրամանատար 2, վաշտի հրամանատար 2 եւ այլն։ ԱԱՑ աշխատակից 1, Արտադրության նախարարության աշխատակիցներ 4, ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցներ 44, որից 28-ը պարեկներ են եղել, քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները 13, էկոնոմիկայի նախարարության վարչության պետ 1, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցներ 6, սնանկության դատարանի դատավոր 1, դատախազության դատախազ 1, քննչական բաժնի քննիչ 6, գերակատարողական հիմնարկի աշխատակիցներ 5, պետ աշխատակիցներ 15, շտաբօգնության ծառայության տնօրեն 1, առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի վարչության պետ 1, սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչ, կրթության տեսչական մարմնի մասնագետ, Երևանի պետական համալսարանի ուսումնական գործընթացի վերահսկման բաժնի պետ, Մխիթար Հերացու անվան թիվ 1 հիվանդանոցային համալիրի ակնաբուժական կլինիկայի ղեկավարի տեղակալ, Երևանի թիվ 2 բուժմիավորման բժշկական կենտրոնի արտաբանական բաժնի վարիչ, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղի տնօրեն, քաղաքապետարանի աշխատակիցներ ընդհանուր թվով 9, որից նաև վարչական շրջանի ղեկավար 1, վարչության պետ 1, մարզպետարանի աշխատակիցներ 4, այդ թվում մարզպետի խորհրդական 1, վարչության պետ 2, տարբեր փողակների աշխատակիցներ 6, որոնցից 3-ը տնօրեն, համայնքապետարանի աշխատակիցներ 22, որոնցից համայնքի ղեկավար 15։ 2024 թվականի ընթացքում վարույթը կարճված 682 քերական վարույթներից 308-ը կարճվել է ռեաբիլիտացնող, այսինքն արտարացնող հիմքերով, իսկ 372-ը ոչ ռեաբիլիտացնող հիմքերով քերական հետապնդում չիրականացնելու կամ քերական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումներ են կայացվել
542 անձի վերաբերյալ, ընդ որում այս ոչ ռեաբիլիտացնող հիմքերով կայացված որոշումները նաև հետագայում հնարավորություն են տալիս դատախազությանը պետական շահերի պաշտպանությամբ հայցեր հարուցել դատարան եւ ըստ էության վերադարձնել ապօրինի կամ որոշակի հանցավոր մեխանիզմով ձեռք բերված գույքը, հատկապես խոսքը վերաբերում է հողամասերի եւ այլ պետական գույքերի մասով։ Նաև ներկայացնում դատավարական հարկադրանքի միջոցները։ Հաշվետու ժամանակահատվածում հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթներով ձերբակալվել է ընդանուր 435 անձ, որոնցից մեկն ազատ է արձակել ձերբակալման օրենսգրքով սահմանված առավելագույն ժամկետը լրանալու, իսկ 293-ը անազատության մեջ պահելու անհրաժեշտության վերացման հիմքերով։ Քննված քրեական վարույթներով մեղադրյալների նկատմամբ որպես խափանամիջոց կալանավորում կիրառելու 148 միջնորդություն է ներկայացվել դատարան, որոնցից բավարարվել է 84-ը, որից 6-ը հետախուզման մեջ գտնվող մեղադրյալի նկատմամբ, բավարարվել է մասնակի 40-ը։ Միջնորդությունների մերժելու մասին 24 որոշումներից 3-ի դեմ դատախազի կողմից վերաքննիչ բողոքները բավարարվել են բերված։ Տնային կալանքը որպես խափանամիջոց կիրառվել է 61 դեպքով, վարչական հսկողությունը 6, պաշտոնավարման կասեցումը 57, իսկ գրավը 106 մեղադրյալների նկատմամբ։ Նախաքննությունն ավարտված 810 քրեական վարույթներից 295-ը ավարտվել են մինչև 2 ամիս ժամկետում, 140-ը 2-ից 4 ամիս ժամկետում, 73-ը 4-ից 6 ամիս ժամկետում, իսկ 129-ը 6-ից 12 ամիս ժամկետում։ Ավարտված քրեական վարույթներով կալանավորված է եղել 79 մեղադրյալ, որից 43-ը կալանքի տակ պահվել է մինչև 2 ամիս ժամկետով։ Ինչ վերաբերում է հանցագործության պատճառված վնասին, ապա 2024 թվականի ընթացքում ավարտված, այսինքն դատարան ուղարկված եւ կարճված քրեական վարույթներով պատճառված գույքային վնասի չափը կազմել է 4 միլիարդ 468 միլիոն 232 հազար 720 դրամ, որից պետությանը պատճառված վնասի թիվը կազմել է 3 միլիարդ 802 միլիոն 132 հազար 612 դրամ։ Ավարտված վարույթներով պատճառված ընդհանուր վնասից նախաքննության ընթացքում փաստացի դրամական տեսքով վերականգնվել է 477 միլիոն 556 հազար 413 դրամ, որից պետությանը պատճառված վնաս 274 միլիոն 431 հազար դրամ։ Կարևորելով կոռուպցիոն հանցագործությունների կանխարգելումը, հաշվետու ժամանակահատվածում հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները հանցակի կատարմանը նպաստող հանգամանքները վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու համար համապատասխան պաշտոնատար անձանց քրեական դատավարության օրենսգրքի 175-րդ հոդվածի կարգով ներկայացրել են ընդհանուր 121 միջնորդագրեր։ Հաշվետու ժամանակահատվածում ներկայացված միջնորդագրերը հիմնականում քննարկվել են պատշաճ կարգով եւ օրենքով սահմանված մեկամսյա ժամկետում քննարկման արդյունքների մասին հայտնվել են միջնորդագրերի հեղինակներին։ Ներկայացնում նաև քննիչների ծանրաբեռնվածությունը, հաշվետու ժամանակահատվածում հակակոռուպցիոն կոմիտեում միջինը փաստացի աշխատել է 51 քննիչ, վարույթների քանակի աննախադեպ աճով պայմանավորված, ինչպես նաև գերծանրաբեռնվածություն նվազեցնելու նպատակով նախաքննություն են իրականացրել նաև կոմիտեի 6 վարչության պետերի տեղակալները, սակայն այդ պայմաններում ևս միջին ծանրաբեռնվածությունը չի նվազել եւ այն կազմել է տարեկան միջինը 45 վարույթ 1 քննիչի հաշվարկով։ Քննիչների իրական ծանրաբեռնվածությունն առավել ճիշտ պատկերացնելու համար թվական տվյալների հետ զուգահեռ հարկ է նաև նկատել, որ հակակոռուպցիոն կոմիտեի վարույթում քննվել են այնպիսի քրեական վարույթներ, որոնցով մեկ վարույթում կատարված նախաքննության ծավալներն առավել ընդգրկուն են եղել, քան կարող են լինել տասնյակ քրեական վարույթների ծավալները։ Օպերատիվ հետախուզական վարչությունն օրենքով վերապահված լիազորությունների իրականացման